Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, ինչպես նշեցի, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել հայոց խոհանոցից։ Այսօր իմ հյուրն է Դավիթ Սահակյան, ով միաժամանակ հանդիսանում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ նոր ջրաղաց ռեստորանային համալիրի ավագ խոհարար։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ եւ պիտի ասեմ, որ մեր հեռուստադիտողների խնդրանքով է, որ եւս մեկ անգամ քեզ հրավիրել եմ եւ շնորհակալություն, որ հրավերը չես մերժել։ Հաճելի է լսել նման խոսքեր։ Ես էլ շնորհակալությունս հայտնեմ հեռուստադիտողներին եւ փորձենք կրկին զարմացնել մեր համեղ ուտեստները։ Շատ չզարմացնենք, որովհետեւ ուտեստը պիտի գրավի, ոչ թե զարմացնի։ Ինչով ենք գրավելու, ինչ ուտեստով են գրավելու այսօրվա մեր Աղցան պատրաստենք, յուրահատուկ աղցան, օգտագործենք հորթի մի, սմբուկ եւ մյուս համեմունքները ընթացքում ի հայտ կգան, որովհետեւ համեմունքները եթե շատ են լինում, մեկ մոռանում ենք, չէ՞։ Բայց հիմա մենք չենք մոռանա։ Մենք պիտի նշենք, որ ուղղակի մենք պատրաստել ենք տապակված սմբուկ, տապակել ենք ֆրի եղանակով, արդեն կա թարգմանությունը ճարպաջերոց ֆրիցուրիցիան։ Չգիտեմ որքանով է համընկնում, որքանով է արտահայտում այդ սարքի ամբողջ էությունը, բայց այդպես է կոչվում։ Նախորդ տապակել ենք շատ քանակությամբ, մեծ քանակությամբ ձեթի մեջ։ Օգտագործելու ենք նաև խաշված միս։ Այո, կտրատենք, կմանացնենք, մինչ այդ կվերցնենք տարան եւ որպեսզի ամբողջ զանգվածը տեղափոխենք տարայի մեջ։ Տարան լավ, ինչպես ասում ես, տարան վերցնենք եւ սկսենք աշխատելը։ Որևէ գործ վստահելու ես ինձ։ Իմ կարծիքով սմբուկի կեսը բավական է, կարող ենք կեսը օգտագործել։ Հորթի խաշած միսը կտրատենք։ Թե սմբուկը, թե հորթի միսը մի փոքր երկարություն կարող ենք պահել։ Ձեզ կխնդրեմ ընկույզ մի փոքր մանրացնել աղցանի համար։ Սմբուկ, ընկույզ, միս, լավ խիտ աղցան պիտի ստացվի։ Եվ համեղ, յուրահատուկ համունի։ Ես տեսնում եմ նրան հատիկներ էլ։ Վերջում դա ձևավորման համար է։ Հա։ Այո։ Այսինքն բաղադրության չի մտնում բաղադրության։ Ոչ, կարող է եւ առանց նրան հատիկների օգտագործենք։ Մի փոքր էլ կարող ենք ավելացնել հորթի միսը։ Դավիթ ջան, ընդհանրապես խոսենք խոհարարությունից եւ դրա հատկապես մեր ազգային հայկական խոհանոցի զարգացման գործերից, ինչ կարծիքի ես, ինչպես պիտի զարգացնենք, ինչ պիտի անենք, որ մեր խոհանոցը տեսանելի դառնա։ Հեռուստադիտողներին պետք է ասենք, որ մեր ազգայինը չմոռացվի։ Պետք է պահենք հինը, մեր պապերինը, հետո նոր ավելացնենք։ Պետք է առաջինը հինը նոր ուրիշի տատիկներին է օգտագործենք, եթե պետք լինի։ Այո, մեր հինը կարող ենք պահպան, այո։ Ինչ-որ Եվ այսպես։ Բավական է։ Այո, բավական է։ Մի փոքր համեմ ենք աղով։ Մի փոքր սև պղպեղ։ Խմելի սունելի մի փոքր կարող ենք օգտագործել։ Չոր կանաչիների փունջ։ Մի փոքր սխտորի, չորացված սխտորի փոշի։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք նախնական զրույցում Դավիթի հետ այսպես բանավիճում էինք փոշի սխտորի կամ սխտորի փոշու օգտագործման հետ կապված։ Չգիտեմ, եկանք այն եզրահանգման, որ միգուցե մեկ արժե օգտագործել, բայց ես այնուամենայնիվ այն կարծիքին եմ, որ թարմ սխտորը շատ ավելի արժեքավոր է։ Դավիթների կարծիքի մեջ թող շարունակի այդպես։ Հոտի առումով եմ ես Դավիթի կրվանը նա էր, որ
երբ որ հարկ է լինում, որ հանդիպումից առաջ կամ կամարավոտյան, երբ որ պիտի գնաս աշխատանքի, կարող ես օգտագործել Փոշի եւ հոտը չի գալիս շատ։ Դե որ չի գալիս էլ ինչի ենք օգտագործում։ Համը կա, շատ յուրահատուկ համ է տալիս աղցանի եւ ընդհանրապես կերակրատեսակի։ Մեր նախնական զրույցի բանավեճը տեղափոխեցինք եթեր։ Այսպես ավելացրեցինք թթվասեր եւ մայոնեզ։ Այո։ Եվ դու մի փոքր պարոն Մամուլյան խառնեք, մինչ այդ ես մի փոքր ինչ-որ կոմպոզիցիա կամ խառնելու գործը հեշտ է։ Մի փոքր ծաղիկ սարքենք։ Եվ ուզում եմ նաև նորից օգտվելով առիթից հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը հուլիսի 16-ին ժամը 18-ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում իրականացնելու է Տոլմայի 4-րդ փառատոնը եւ բնականաբար այդտեղ մենք սպասում ենք ձեզ բոլորիդ կլինի լավ գեղարվեստական մաս, կլինեն Տոլմայի հրավառություն, այսպես ասած, այո, ունենք նաև աջակիցներ, բարեկամներ, այնպես որ տեղի իշխանություններն են մեզ օգնում եւ ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնել նաև Արմավիրի մարզպետարանին աջակցության համար։ Վարունգից ծաղիկ, սմբուկից ուտեստ։ Մի փոքր մեծ կարող ենք կտրել, որպեսզի Ինչ է կտրենք։ հազարատ թերթերը կարող եք ուտեսնել։ Խնդրեմ։ Մի փոքր ավելի մեծ տերևներ տվեք։ Կամ այո, կանաչ տվեք, մի 2-3 ճուղ։ Կարող ենք այսպես խոնավ մասը։ Ինչ որ գույն կարող ենք ստանալ, կարմիր աղբերի հետ համադրության դեպքում։ Ինչ որ նմանատիպ բան հատուցվող ափսեի մեջ տեղափոխենք աղցան, մի կողմը չորացրած լավաշիկներ կարող ենք տեղափոխել, Չորացրած համեմված լավաշիկները դրանք կոչվում են հացափունջ բարեկամներ, ինչպես միշտ ես նրանց նաև անվանում եմ հացերի հացը։ Կրկին ասեմ, լավաշիկները կրկին սխտորի փոշով են պատրաստված, որը որ բնական սխտորով կարծում եմ լավ չի ստացվի։ Չի համևի ընդհանուր լավաշին, քանի որ աղի պես մանր չեն կարող անել։ Սխտորով չենք համեմի։ Բայց փոշով կարող եք համեմել եւ յուրահատուկ համ ստանալ։ Բաբուր լավաշը նեղանա։ Այսպես ավելացնենք կողքին լավաշիկ, սխտորի փոշով համեմված։ Եվ այսպես նրան հատիկները, որը ձևավորման համար էր ընդամենը, եւ կարծում եմ հիանալի համ կտա։ Նաեւ, չէ՞։ Այո, իհարկե։ Եվ այսպես մի փոքր կողք եզրերը կուզեմ այսպեսի նույնային գամա ստանանք։ Կարծում եմ պատրաստ է։ Պատրաստ է, հիանալի աղցանը պատրաստ է, աղցանը ինչ է։ Նոր ջրաղաց աղցան։ Նոր ջրաղաց աղցանը կոչվում Դավիթ Սահակյանի կատարմամբ։ Դավիթ ջան, ուզում եմ որ դու քո ցանկությունը, քո առաջարկները, քո հորդորները մեր հեռուստադիտողներին խնդրեմ։ Ցանկությունները նա է, որ պետք է առաջերտին համեղ ուտեստը նաև պետք է լինի գրավիչ, իսկ գրավիչ լինելու համար պետք է մի փոքր ձևավորել, իսկ ձևավորելու համար պետք է մարդ ունենա գեղագիտական իմպրովիզացիա, չէ։ Երևակայություն, այո։ Բավական է, որպեսզի ինչ-որ գեղեցիկ տեսք ստանա, որպեսզի ավելի գրավիչ լինի։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ, որ ձեր եւ ցանկությունը եւ իմպրովիզացիան, երևակայությունը եւ գեղեցիկի զգացողությունը լինեն միասին եւ դուք այդ օրը կունենաք լավ ուտեստ, վստահ եմ։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Դավիթին իր բազմազբաղ ժամանակը տրամադրելու համար։ Ցանկանանք, որ նա նույնպես համադրի գեղեցիկը եւ համեղը։ Շնորհակալություն Դավիթ։ Նմանապես շնորհակալություն։ Այսքանն էր եւ կարծում եմ, որ շատ լավ համեղ ուտեստ ստացվեց։ Աղցան, հորթի միս 200 գրամ, սմբուկ 1 հատ, ընկույզ 50 գրամ, մայոնեզ, թթվասեր, աղ, սև պղպեղ, խմելիսուների սխտորի փոշի, բարեախորժակ։